Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել, Պեսկովի հայտարարությունն է։ Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն, որի հետ մենք շատ ընդհանրություններ ունենք։ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին։ Փաշինյանն ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը։ Հայաստանի ՊՆ-ն հերքել է Բաքվի հերթական կեղծ հաղորդագրությունը, թե իբր մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերը կրակել է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդագրությամբ ևս մեկ անգամ հիշեցվել է վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարարը պատասխանելով հարցին արդյոք կա ռազմական էսկալացիայի վտանգ ասել է. նման գնահատական տալու համար հետախուզական տվյալներ են պետք, այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մաուլում տեղ գտած ապատեղեկատվությունն էլ նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր ՊՆ-ն չի հաստատում։